Դիաննա Գրիգորյանի վերջին զանգ սերիալում, ինչպես եւ կանխատեսել էինք մեր նախորդ տեսանյութում, զարգացումները կրկին տեղափոխվում են Հենրիի եւ Անգելինայի հարաբերությունների շուրջ։ Վերջապես գալիս է այն պահը, երբ Հենրին որոշում է պաշտոնապես խնդրել Անգելինայի ձեռքը։ Նա գալիս է Անգելինայի տուն, պատրաստ իր կյանքի ամենակարևոր քայլին։ Բայց նրան այնտեղ ոչ թե սպասում, այլ դիմավորում է Վիկտորիայի բորբոքված վիճակը։ Վիկտորիան, լսելով Հենրիի խոսքերը, միանգամից հիստերիայի մեջ է ընկնում, գոռում է, վիրավորում նրան եւ այս ամենը ստիպում է Անգելինային լքել տունը, չդիմանալով ստեղծված մթնոլորտին։ Բայց ամենասուր պահը գալիս է այն ժամանակ, երբ տունը վերադառնում ավագը։ Սկսվում է բաց կռիվ, արդեն 4-ով։ Ավագն ու Վիկտորիան երկու կողմից կրկին մերժում են Հենրիին, իսկ Հենրին ասում է ուղիղ տեքստով. եթե իրենք արգել են այս միությունը, ապա ինքը եւ Անգելինան պարզապես կփախչեն ու միասին կապրեն իրենց կյանքը առանց նրանց թույլտվության։ Ավագն ու Վիկտորիան, որքան էլ համոզված են, որ այս քայլով պաշտպանում են իրենց հեղինակությունն ու անվանը հասնող հարվածները, մոռանում են ամենագլխավոր բանը՝ իրենց դստեր երջանկությունը։ Նախկինում, երբ կարծում էին, թե Հենրին ու Անգելինան քույր ու եղբայր են, մերժումը ինչ որտեղ հասկանալի էր, բայց հիմա նրանց մեջ խոսում է եսասիրությունը։ Բայց սա դեռ ամենը չէ։ Շուտով արդեն պաշտոնապես Հենրին իր հոր Միքայելի հետ միասին վերադառնում է նույն տուն, ձեռքը խնդրելու ըստ ավանդույթի։ Այս անգամ Միքայելը գալիս է որպես միջնորդ եւ հստակ պահանջ է ներկայացնում։ Նա ասում է ավագին ու Վիկտորիային. եթե նրանք չհամաձայնեն այս ամուսնությանը, ապա ինքը կպատմի Անգելինային ողջ ճշմարտությունը նրա ծննդյան պատմության մասին։ Սա արդեն ուղղակի ճնշում չէ, այլ հստակ խաղ կանոններով։ Իսկ մինչ այս ամենը սյուժեն նոր շերտ է ստանում։ Հայաստան է վերադառնում Էլիզի հայրը։ Նա տեղեկանում է, որ իր դստեր ու Հենրիի ամուսնական կյանքը պառակտվել է եւ դա կատարվել է Շախունցների ընտանիքի որոշումների պատճառով։ Շատ շուտով նա անձամբ սկսում է հարցեր տալ, պահանջելով պարզաբանել, թե ինչու է իր դստերը վտարել այդ ընտանիքը եւ ինչ իրավունքով են խառնվել իրենց ամուսնական հարաբերություններին։ Բոլոր իրադարձությունները բախվում են իրար, ճշմարտությունը մոտիկ է պայքելուն, իսկ գլխավոր հարցն այժմ մնում է նույնը. արդյոք այս ամենից հետո կկայանա Հենրիի եւ Անգելինայի հարսանիքը։ Ասենք, որ այո, կկայանա։ Սպասեք հարսանիքի եւ հետաքրքիր սերիաների։ Գրեք մեկնաբանություն. արդյոք ճիշտ են վարվում ավագն ու Վիկտորիան։ Կներես պապ, բայց պիտի դիմանաս, որ նորմալ մշակեմ։ Արա, անելիքդ արա, դու ինձ կներես, որ ես վիճակով դիմացդ նստած եմ, հերիք չի ստիպված ես վերքերս մշակել։ Պապ, ես ստիպված ոչ մի բան չեմ անում։ Մի ընտանիք ենք բայելով պիտի անեմ։ Պապ, ոնց ես։ Հղի եք, ասեք հղի ենք։ Ես ինչ մի ներկայացում եք խաղում, իբր չգիտենք, հա ինչն է ձեր կտրուկ որոշումների պատճառը։ Հարցեր եք տալիս հեռուստասերիալից, արդյոք մենք վերջում միասին ենք լինելու, անկեղծ չգիտեմ, իսկապես չգիտեմ ավարտը, մենք անգամ ընթացքը չգիտենք, բայց ըստ իմ լոգիկայի, ես որպես հեռուստադիտող, կարծում եմ, որ այո, շատ դժվարությունների միջով ենք անցնում, բայց եթե ուղիղ համեմատականներ տանենք իրականության հետ, ապա չէ, միասին չպիտի լինենք, որովհետև Եզակի դեպքեր են, երբ իրապես հաղթում է սերը ու ամեն ինչ լավ է լինում։ Իհարկե քուր ու եղբոր հետ կապված չէ, բայց սիրելու հետ կապված եւ ունեմ վառ օրինակներ, որ չէ, իրականում սերը չի հաղթում։ Մենք կլինենք լավատես այս պրոյեկտում եւ կմտածենք, որ սերը հաղթելու է։ Փոքրիկ անդրադարձանել ձեր լավ մեկնաբանություններին, լավ խոսքերին։ Իսկապես դուք ինձ ողջևորում եք, ուժ եք տալիս։ Այն մարդը, ով ինչ որ գործ անում, դա կապ չունի ինչ գործ է, ու ֆիդբեք չի ստանում, չի ուզում աշխատի, մոտիվացիա չի ունենում աշխատելու։ Մի դեպք պատմեմ, նստել էի տաքսի, վարորդը եկել, ստացի ռեակցիա բուրըն, վայ, Անգելինա 40 տարեկան մի մարդ։ Անգելինը մեջ ճանաչում է, խոսում ենք սիրով լավ, բայց այդքան բուրըն ռեակցիա, Անգելինա, դու ես Ռոզա ջան,
չեմ հավատում, sense դողացող ձեռքերով, ուրախ ու ես այդ ամեն ինչից sense իմ սիրտը լցվել էր։ Ես չի հավատում, որ այդ իմ հետ է կատարվում, այդ մարդը չէր հավատում, որ ինձ է տեսել, ես էլ մտածում էի, ոնց կարա այս բուրը ռեակցիան իմ մասին լինի։ Ես ուրեմն հասել եմ ինչ-որ կետի, հանգեց իր մամային ու իր մաման շատ ուղիղ համեմատական գծեր տանելով, ասաց, որ դեռ Ֆրունզիկ Մկրտչյանին եւ այդ ժամանակաշրջանի տաղանդավոր դերասանների խաղին շատ մոտ ենք, մեր անկեղծությամբ ես եւ Լևոնը։ Ինքան պարտավորեցնող էր այդ խոսքերը, վարդում ես իրանց տուն հրավիրեց, օրվա ընթացքում շատ անգամներ այն հետ պատահում, ու դա ինձ ուժ է տալիս, որ ես ավելի մեծ սիրով նկարվեմ ու աշխատեմ։ Ուրեմն թե երբ ավարտվելու պրոյեկտը, նախնական տվյալներով ավարտվելու է դեկտեմբերին, եթե դեռ թարմացումներ չկան, մեր պրոդյուսերի մոտ իրականում, երբ որ ես մտածում եմ, որ մեր պրոյեկտն ավարտվելու է, ես շատ տխրում եմ։ Թվում է, թե այս ամբողջ ընթացքը երկար է ձգվում, մեկ-մեկ հոգնում եմ, մեկ-մեկ դժվար է, բայց այդ ամենին զուգահեռ ես շատ եմ սիրում իմ գործը։ Ամեն դժվարությանը զուգահեռ ես մեծ սիրով եմ գնում ու այդ անում։ Շատ են հարցերը իմ ու Լյովի ընկերանալու հետ կապված, միասին աշխատելու հետ կապված, արդյոք հեշտ է թե ոչ։ Շատ լավ ենք ընկերացել, շատ։ Իրականում ես դպրոցական տարիներից ի վեր միշտ ավելի հեշտ շփվել եմ տղաների հետ եւ ոչ աղջիկների։ Շատ դժվար է աղջիկների հետ, շատ, որովհետեւ աղջիկները միշտ կոնկուրենցիայի մեջ են, միշտ պայքարի մեջ են, ավելի հեշտ եմ ընկերանում տղաների հետ։ Դպրոցում էլ ես միշտ իմ շրջապատը ասենց պայքայինք, բայց ես տղաների հետ ավելի մտերիմ էի, ավելի ջերմ էի, իրանք ինձ քրոջ նման էին ընդունում։ Լևոնի հետ շատ հեշտ մտերմացանք, իր բնավորությունն էլ շատ լավն է, իմ բնավորությանը մոտ է, միասին շատ լավ ենք իրար հասկանում, աշխատում, կես բառից, կես հայացքից, մի խոսքով իրար հետ աշխատելու հետ կապված խնդիր չունենք։ Ինձ մնաց շուրթերս, աչքերս արագ անեմ եւ գամ ձեզ մոտ։ Այո, վերջ։ Այս պահին Լիլիթ եմ դարձել ու պատկերացնում եք, եթե Լիլիթը երգեր Моя душа такая нежная, у колонны каскасвеш. Но он сказал, что нежная душа у меня, стерва. Всегда бы стервы. Հենց նոր իմացա, որ մենք վերջում միասին չենք լինելու։ Տեսարան եմ անցնում, ձեր ամենասպասված տեսարանն եմ անցնում։ Սպասում եմ Լևը գա, որ խաղանք։ Ինչքան եք սպասել դուք ես տեսանեն ժողովուրդ։ Շատ։ Փորձեմ լավ խաղում։ Ինձ լավ բաներ գրեք, ոգևորվեմ, որ լավ խաղամ։ Տեսեք աչքերից տակն արդեն ուռած կեսը նկարել ենք։ Так что սպասում եմ ձեր լավ խոսքերին։ Գնում ենք նկարահանման մեր տրիոն։ Լավ ենք ամեն ինչը։ Դու ինչ կասես։ Քայլում ենք։